ենք անցած շաբաթ եւ 3 Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Շարմ el-Շեյխում հանդիպեց Ալիևին եւ այլ երկրների ղեկավարներին եւ կարող ենք արձանագրել, որ դա խայտառակ հանդիպումներ էին, Նիկոլ Փաշինյանը ծաղրում էին, խնդրեմ ինչ կասեք այս մասով։ Ես կարձանագրեի, որ բանը խայտառակ, հերթական խայտառակ այդ հանդիպումների մասին, որովհետեւ բոլոր ես որ հետեւում եմ բոլոր ղեկավարների, բոլոր երկրի նախագահների, ղեկավարների պահվածքը, մեկ էլ մեր երկրի ղեկավարի պահվածքը ամեն ձևի լիովին տարբերվում է, որովհետև այս մարդը ամեն տեղ լինելով մեր ազգի որպես ներկայացուցիչ կրկնակի խայտառակ բան է բերում մեր ժողովրդի գլխին, մեր հայ ազգի տեսակ, հայ ազգի անունի տակ, ինչ ասեմ, Դուշանբեում մենք ականատես եղանք, ոնց են ձեր առնելով, ձեր մատով ցույց տալով Լուկաշենկոյի խոսքի հետ բանում, պարագայում, որ ցույց է տալիս, ասում է, տեսակ չէ, որ ասեցի գալու է, ակուդա он денется։ Այդ խոսքերը գիտեք ինչ, որ ասում է, նվաստացուցիչ, որպես ես հայ լինելով ու բոլոր ես գիտեմ թե ինձ նման հայ մարդկանց համար ինչքան բան է որ մեր երկրի ղեկավարին այդ ձևի են ներկայացնում կամ այդ ձևի են բանանում մեկնաբանում իր մասին, բայց դեռ ես նորից կրկնեմ, որ դա հենց երկրի ղեկավարի մասին է, ժողովուրդ, դա մեր մասին չի։ Ես չեմ ուզում, որ մենք ամեն անգամ դրա մինտեղ հայտնվել է կամ դրա մի հատ խայտառակ տեսարան տեսնելով, մենք դրանով բան անենք, մենք դրանով պիտի ահագին, որ ասում է, բաներ քաղենք, որ գալիք թե ընտրություններում է, թե գալիք վճռական ճակատագրային որոշումների մեջ ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը իր դերակատարությունով ցույց տա, որ մենք էլ չենք հանդուրժում նման ղեկավարին, որ մենք էլ չենք ընդունում նման ղեկավարին, ու մենք մեր պահվածքով, մենք մեր որոշումներով ցույց տանք դրանց իրական կյանքի, որ ասում է, տեղը, որտեղ պիտի դրանք լինեն, որտեղ պիտի դրանք հայտնվեն։ Ու դրա նույն շարունակական էր Շարմ el-Շեյխում հանդիպման ժամանակ այդ ավելի կրկնապատիկ խայտառակ պահվածքը, որ գալիս Տրամփին ձեռ տալով ասում է, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Դուք պատկերացնում եք այդ մարդը ստեղ Մայր Հայաստանում գտնվելով ամեն մի քայլի վրա ամսի 8-ի պայմանագրի մասին է եռակողմ խոսում, հռչակագրի, որ ձեռք ենք բերել խաղաղություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը, նախագահը նստած դեղ, որպես որ ասում է երրորդ կողմը, դա մեր մեջ բերեց նոր խաղաղություն, դա մեր հաստատեցինք նոր խաղաղություն, այդ մարդը գնում, կայնում այդ նույն նախագահի առաջ, բարևելուց հիշեցնում է, ով է ինքը։ Ես մի հատ բան հիշեցի։ Այդ WhatsApp-ի հեռախոսի ես դրան էլ կանդրադառնամ։ Ես մի հատ դրվագ հիշեցրեց այն Միմինո կինոից, որ այն Վալիկոն զանգում է բանին, Լարիսա Իվանովնային ասում է, այդ ես եմ Վալիկոն, չեք հիշում, մի անգամ ասում ասենց դուք դեմ դիմաց գալուց ձեզ բարևեցի, դուք պատկերացնում եք այս մեր Վալիկոն, որ սենց ֆռալով աշխարհով հիշեցնում է մարդկանց ով է ինքը, այդքան հեղինակություն չունի, այնքան արած բան չունի, այնքան իր, որ ասում եմ, այդ կառավարման ժամանակ ոչ մի հիշեցնելու, բացի խայտառակությունից, բացի պարտությունից, բացի նվաստացնելուց իր ազգը, ոչ մի բան չունի ասելի, որ միշտ հիշեցնում է կամ այն ղեկավարի առաջ հիշեցնում է, որ այսօր ինքը դա է դրոշակ սարքել ու Հայաստանում ժողովրդին աչքին թոզափչում կամ էլ ինչ որ սուտ խաղաղության բան է քարոզում ժողովրդի մեջ, երեք մենք նորից կրկնապատիկ ականատես եղանք, որ էդի սաղ սուտ է, ժողովուրդ սաղ սուտ է, այդ նույն ձեր ասած այդ WhatsApp-ի համարն էլ որ ասում է ունի, բա որ սենց չի ճանաչում այդ մարդը քեզ, այդ WhatsApp-ով որ գրես, կամ որ մի բան եղած ժամանակ, այդ WhatsApp-ով միջև բացատրես ով է գրողը,
ինչ երկրից է, որ երկրի ղեկավարի մասին է խոսքը գնում, այս ինչի մասին է խոսում, ամոթից ես նորից եմ ասում, գետինն եմ ուզում մտնեմ, ամոթից ինձ նման հազարավոր, 10,000-ավոր մարդիկ հայ ժողովուրդ, ես գիտեմ թե դա տեսնելով, խայտառակությունից ամոթից գետինն ենք ուզում մտնենք, ժողովուրդ չհուսահատվեք, նորից եմ ասում, բոլոր հետագա որոշումներն է, ճակատագրային որոշումները սա մեր ձեռին է, մենք պիտի իրական որոշում կայացնելու ընթացքում ամեն մեկս այսօրվա ժամանակ գիտեմ, որ գիտակցաբար արդեն հասկանում ենք, ինչ որոշման հիման վրա մենք ուր ենք գնալու, ամեն մի առողջ նվիրված, որ ասում հայրենասեր մարդու որոշումից դրանից է կախված լինելու հետագա ամեն մեկից ճակատագիրը, այդ դրանով, որ անդրադառնալով գալիք այս ընտրությունները, որ այս քարոզարշավը սկսել է ներկա իշխանության ղեկավարները կամ էլ պաշտոնյաները, չխապնվեք դրան, դրանք քանի անգամ մեզ խոստումներով, քանի անգամ մեզ ամեն ձևի, որ ասում է գլոբալ փոփոխությունների սուտ թեզերով մեր գլխին բերեցին աղետ, մեր երկիրը ավելի փոքրացավ, մեր ժողովուրդը ավելի քչացավ, երկիրը փոքրացավ զիջումների, խայտառակ դավաճան որոշումների հիման վրա, ժողովուրդն էլ քչացավ զոհաբերելով իր հարազատներին, իր զավակներին, հանուն մեր իսկական, որ ասում է, պատմական հիմքերը ամրապնդելու համար, այդ ժողովուրդը, այդ երեխեքը, այդ զինվորները գնացին իրենց զոհաբերելու, բայց այսօրվա իրավիճակում իրենք այդ հարցը փակելով, փորձելով փակել, իրենք այդ հարցը փոխարինելով, այդ հարցի որոշումը փոխարինելով խաղաղության թեզի տակ, նորից կրկնապատիկ ուզում են մեզ խաբեն, մոլորեցնեն, բայց չի ստացվելու, ժամանակը ես իմ, որ ասում եմ, սրտիս, մինձևի մեջին, որ ասում եմ, բան եմ զգում, վաղվա օրը մենք ունենալու ենք այդ հաղթանակները, հաղթանակի առաջի բանը կետը պիտի սկսենք ներքին այս թշնամիների դեմ պայքարի հաղթահարման ու հաղթանակ ձեռք բերելուց հետո, դրանից է սկսելու մեր հետագա բոլոր որոշումների ճիշտ, որ ասում եմ, ճանապարհը, բոլոր մեր ազգի անցած ճանապարհը, որ մենք այդ դժվար տարիները, տասնյակ տարիները դժվարությունները հաղթահարելով եկել են վերջում մեզ փորձում են այդ անցած ճանապարհը զրոյացնեն, չի ստացվելու, մենք հաղթող ազգ ենք եղել միշտ, մենք գոյատևել ենք հազարամյա տարիներ, այդ գոյատևությունը միշտ եղել է հաղթանակներ ձեռք բերումներով, դավաճաններ ունեցել ենք բոլոր այդ ժամանակահատվածներում, դավաճանների մեղքով մենք ունեցել ենք կորուստներ, բայց մենք հայ ազգ լինելով մեր հզորությունը միշտ մեր մեջ վերածնվել, արթնացել է այն վճռական ժամանակը, որ փորձել են մեզ տանեն արդեն վերջնական կործանման, վերջնական կործանումը մեր ազգի համար անընդունելի բան է, տես բան չի լինելու, աշխարհում ինչ երկրներ էլ, որ ասում եմ, մեր դեմ լինեն, աշխարհում ինչ ղեկավարներ էլ մեր դեմ էլ աշխատեն ներկա նմանատիպ ղեկավարների հետ, ազգը, մեր հայ ազգը կյանքում ծնկի չի գալու, մեր հայ ազգը կյանքում ծնկի չի գալու, որովհետև մենք ծնկի բերողն ենք եղել միշտ այս ձևի ծանր ժամանակահատվածներում, շարունակությունը գիտեք ինչի համար եմ, ինչ իմաստով եմ ուզում անդրադառնամ, այդ խաղաղության բանը, այդ բառը, որ միշտ փորձում են ժողովրդի մեջ փոխարինել լավ ապրելու ժամանակներն է դա, կամ լավ ապրելու առիթ է խաղաղությունը, որ ձեռք բերենք առևտրի, դա սուտ է ժողովուրդ, եթե դուք չունենաք պատմություն, եթե դուք հիշողություն չունենաք, մոռանաք բոլոր են իրադարձությունները, ինչի հիման վրա մենք այսօր ողջ ենք, ինչի հիման վրա, ում հիման վրա մենք այսօր հայ լինելու, հայ մնալու այդ բանը կարևորությունը պահպանել ենք, եթե մենք դա մոռանանք, եթե մենք դա ոտնահարենք, եթե մենք դա փոխարինենք առևտրով կամ ինչ որ լավ ապրելու բանով, ես գիտեմ թե այդ ձեր ամեն մեկի կյանքը անուն չի ունենալու, դուք չեք կարա գնաք եռաբլուր խոնարհվելու
այդ զոհված տղորցը։ Դուք չեք կարա ձեր տարբեր հարթակներում այդ անունները հիշեք։ Դուք չեք կարա Արցախի կամ էլ մեր մայր Հայաստանի կորցրած այդ հայկական հողերի անունները միշտ տալով հիշենք որպես ինչ որ սրբություն կամ էս մեկ է մույսը, չեք կարա։ Ուրեմն չպիտի թողենք այդ հարցը փակվի։ Ուրեմն այդ խաղաղությունը պիտի լինի արժանապատիվ խաղաղություն։ Այդ խաղաղությունը մեզ ոչ մեկին պետք չի ծնկաչոք եղած խաղաղությունը։ Պարտություն, խայտարակ պարտությունից հետո մեզ խաղաղություն պետք չի։ Մենք ենք ազգովի որոշելու ինչ կարգավիճակում մենք խաղաղության գնանք կամ ինչ կարգավիճակում համաձայնվենք այդ խաղաղությանը։ Կյանքը շարունակվում է, հազարամյա տարիներ, հարյուրամյա տարիներ մեր ժողովուրդը, որ մեր նախկինները, որ այդ ժամանակահատվածում իրենք շարունակել են այդ պայքարը, կռվել են ամեն մի թեզ հողի համար, ամեն մի հայկական սրբ հողի համար, մենք այդ նույն գործը պիտի շարունակենք։ Եթե մենք այսօր այդ գործը կիսատ թողենք, մեր թորները, մեր երեխեքն են զոհ դառնալու այս իրավիճակին։ Չի կարելի թողել այն ծանր բանը, ծանր գործը մեր ապագա սերունդի վրա։ Այսօր եկել է այդ ժամանակը, որ մենք պիտի դա անենք, ուրեմն մենք պիտի անենք։ Որ ժամանակահատվածում այն հայը, որ բախվել է նմանատիպ հարցի կամ նմանատիպ որոշում վճռական, ճակատագրական, պատմական ժամանակների, այդ ժամանակ էլ ինքը իր դերակատարությունը պիտի ցույց տա։ Այդ ժամանակ էլ իր ինքը դերակատարությունով ցույց պիտի տա հայ իսկական էությունը։ Ու ես գիտեմ, թե այսօրվա իրավիճակում դա մեր պարտականությունն է, դա մեր պարտավորությունն է, շարունակեք այդ տղորց գործը, չթողնեք այդ հարցը փակեն։ Արցախի հարցը, Արցախի հիմնախնդիրը այսօրվա իրավիճակում ամենակարևոր, ամենահզոր քննարկելու կամ հարցերից մեկն է։ Այդ հարցը միշտ պիտի մենք վար պահենք, այդ հարցը միշտ պիտի օրակարգում առաջնային լինի, որ մենք կարողանանք այդ հարցի հիման վրա նորից ազգովի վերականգնենք ուժեղանանք, Արցախի հետ վերադարձը իրականություն դարձնենք, Արցախի հետ վերադարձը իրականություն եթե դարավ, եթե դա իրականություն դարձավ, ուրեմն մենք վերականգնել ենք մեր արժանապատվությունը, ուրեմն մենք իրոք նորից էլի վերադարձել ենք մեր հզոր հայ տեսակի բանով։ Այս սուտ վախկոտ ղեկավարները սրանք ամենտեղ մենակ իրանց փրկության մասին են մտածում։ Տարբեր հարթակներում որ տեսնում ենք, սրանց հանդիպումները մենակ Ադրբեջանի, Թուրքիայի կամ էլ այս վերջերքսել Պակիստանի ղեկավարների հետ են իրենք ժպտալով, իրանց ձեր սխմելով, որ ասում է բան անում, բանակցություններ վարում, որովհետև սրանց ոչ մեկը ոչ միտեղ էլ չի ընդունում։ Այն մարդը, որ դավաճանել է իր սեփական ժողովրդին, սա մենակ կարող է ընդունելի լինի այդ դավաճան երկրների ղեկավարների կողմից։ Այն մարդը, որ դավաճանել է իր սեփական ժողովրդին, նվաստացրել է, սա մենակ իր փրկությունը կարա տեսնա դավաճան երկրներում կամ դավաճան ղեկավարների կողմից, բայց դա էլ չի օգնելու, որովհետև դավաճան մարդը, դաժե դավաճան թշնամու ձեռքին պատմության մեջ մենք շատ բաների ենք հանդիպել կարդալուց, ականատես լինելուց կամ լսելուց, որ այդ մարդկանց էլ են այդ դավաճան պետությունների ղեկավարները վերջում իրանց ձեռով են դրանց կյանքի վերջը տալիս, որովհետև ում է պետք դավաճան մարդը։ Դավաճան մարդը ազգություն չունի։ Այն մարդը, որ պատմական, առանձնապես պատմական դավաճանություն է իրականացնում, կամ էլ դրան բանն է գնում, այդ մարդիկ ոչ միտեղ, այս երկրագնդում ոչ միտեղ ոչ մի բան չունեն, տեղ չունեն։ Ես գիտեք ինչ եմ հիշում, սենց պատերազմի ժամանակ, 44 օրյա պատերազմի ժամանակ մեր զոհվածների դիակները, որ ադրբեջանցիների կողմից փոխանցում էին, մեզ դեղ մի քանի դրվագ կար մեր զոհված զինվորների մասին։ Ես երկու հատ տենց բան տեսել եմ, լսել եմ, որ թշնամին, դաժե այդ դիակը փոխանցելով, ասում այս տղուն, որ հողին հանձնեք, մեծ պատվով, մեծ հարգանքով կհանձնեք,
որովհետև թշնամին տեսել է այդ հերոստողուն իրա որպես ազգ ազգային իրա բանը ոնց է ինքը պայքարել, կռվել մինչև վերջը։ Ու պատկերացրեք ինչ հերոսություն է արել այդ տղեն, ու պատկերացրեք ինչ ձևի է զոհաբերել իր կյանքը, որ թշնամին է մեզ փոխանցելով այդ դիակը, այդ տղու դիակը, ասում էր այս տղուն հողին հանձնելուց պատվով կհանձնեք, բայց երկրի ղեկավարությունը, երկրի, որ ասում եմ, այս փախած թռած չգիտես որտեղից եկած դարած երկրի գլխի, որ ասում եմ, իշխանության ղեկավարներ ուզում են նմանատիպ տղորց արած հերոսությունները ոտնահարեն, փակեն այդ հարցը, մոռացության տալ մեր ժողովրդին, մեր զավակների իրանց հերոսական պահվածքը, հերոսական նվիրաբերումը։ Ես որպես հայ, ես գիտեմ, թե ամեն մի հայ էլ մեր մեջ, մեր սրտի մեջ, մեր գիտակցության մեջ վար պիտի պահենք բոլոր այդ հերոսների անունները։ Առանձնապես ինձ նմանատիպ հերոսները, նմանատիպ տղերքը ինձ հպարտության առիթ են տալիս, իմ մեջ արթնացնում են իմ հայի հզորությունը, ու այսօրվա իրավիճակում ինձ այդ տղորց, որ ասում է, զոհաբերած իրենց կյանքը նվիրած բանով եմ ես առաջնորդում, ես իմ ճանապարհս, իմ պայքարի ամեն մի քայլս, իմ պայքարի ամեն մի միտքս, ամեն մի որոշումս, ես այդ տղորց զոհաբերությունից եմ այդ հզորությունը ստանում։ Ու ես դա շարունակելու եմ մինչև ինչքան էլ պետք է հանուն այդ արդարությունը վերականգնելու համար, հանուն նորից էլի մենք հայ որպես հզոր ազգ կոչելու այդ կոչման համար։ Ու այսօրվա իրավիճակում հորդորում եմ նորից բոլորին Արցախի, Սուրբ Արցախի մոռացությունը, ով մոռացավ կամ այդ հարցը ով մոռացության տվեց, ուրեմն մենք ամբողջովին բոլորին ենք մոռանում։ Տես չկա, որ այն մարդը, այն որ ասում եմ զավակները, որ զոհաբերել են այն հողի համար, այն Սուրբ հողի համար, մենք այսօր դրանց հիշենք, բայց մոռացության տակ ինչի համար են իրենք զոհվել։ Տես բան չի լինում։ Դրա համար ասում եմ, ամեն մի հայ այսօրվա իրավիճակում, թե քաղաքական, թե ինդիմադիր, թե քաղաքական ղեկավարությունը, թե ով կա չկա, ամեն քայլ անելուց, ամեն որոշում կայացնելուց առաջնային միշտ որ ասում եմ Սուրբ Արցախի օրակարգն է, Արցախը հայկական վերադարձն է, Արցախի հետ վերադարձի հարցը միշտ դրեք օրակարգում։ Ժողովուրդը դրանով է նորից վերածնվելու։ Մենք հենց դրանով ենք նորից վերածնվելու։ Նիկոլ Փաշինյանը այդքան իր բոլոր այսպես միջազգային հանդիպումներին նույնիսկ չի արտաբերում գերի բառը, որ մենք ունենք պատանդներ Բաքվում պահվող։ Գիտեք, ես անպայման մասնակցելու եմ այդ այսօրվա այդ գերիների հետ կապված ակցիային, ընդհանրապես ես միշտ էլ գնում մասնակցում եմ, որովհետև էլի նորից հաշվում եմ դա իմ պարտքս, դա իմ պարտականությունս ու հետ գալով էլի ներկա իշխանության ղեկավարության պահվածքը ներկա իշխանությունը կրկնապատիկ ամեն անգամ հանդիպելով թշնամու ղեկավարների հետ կրկնապատիկ ապացուցում է, որ դա եղել է համաձայնված իրար մեջ այդ գերիների հանձնումը։ Եթե միջև օրս մի հատ գերի ազատության մեջ չեն կարողացել ազատել կամ ազատության մեջ չի եղել, չեն բանարել, ես չեմ հավատում, որ Ալիևը կամ ինչ-որ տարբեր մարդկանց դերակատարությունը դրա մեջ իրոք շատ մեծ է։ Եթե լիներ նորմալ բանակցություն, եթե այն կարևոր բանակցությունների ընթացքում քննարկեր գերիների հարցը, ես որը հաշվի եմ առնում բոլոր նմանատիպ հանդիպումներին աշխարհով մեկ, որտեղ նմանատիպ հանդիպումներ ալնում, առաջնային հարցը միշտ քննարկում է գերիների ազատումը, հետո արդեն մնացած հարցերի քննարկումը։ Եթե դա չկա, ուրեմն դա համաձայնեցված է։ Մինչև օրս էլ դա համաձայնեցված երկու ղեկավարների կամ երկու կողմի համաձայնությամբ դա ընթանում։ Մեր գերիները երկու տարոցավել է գտնվում են Բաքվի բանտում, որից մեկն էլ իմ եղբայրն է, ինձ համար դա ամեն անգամ գերիների հարցը բարձրաձայնելով, ամեն անգամ գերիների մասին մենք անդրադառնալով, մեծ ցավ ենք մենք ապրում։
մենք հաշվի առնելով, որ ինչ թշնամու ձեռքի են գտնվում այդ գերիները, ինչ թշնամու ձեռքի են գտնվում ինչ տեսակի գերիները, դեղ բոլորը հավասար են։ Եթե մեկու մեջ անդրադառնում ենք ռազմավարական ղեկավարների մասին, ես ուզում եմ ասեմ, որ բոլորիս համար հավասար են։ Ամեն մի հայ գտնվելով թշնամու ձեռքին, հայ ազգի համար մեծ նշանակություն ունի, որովհետև այդ մարդը իր մեղքով չի գերության մեջ հայտնվել, գերության մեջ հայտնվելով այդ մարդու կարևորությունը, գիտեմ թե թշնամու համար բոլորս էլ գիտեք ինչ կարևորություն ունի, ուրեմն բայց մեր ազգի մեջ, որ մենք այդ գերիներին ժամանակ առ ժամանակ մոռացության ենք տալիս, ոչ բավարար աշխատանքներ ենք իրականացնում այդ ուղղության վրա, էլի կա մեր բաստողումները, էլի կա մեր մեղքը, որ այդ մարդիկ հայտնվել են կամ երկար ժամանակ գտնվում են գերության մեջ, որովհետև ամեն մի կարևոր հարց, եթե մենք ազգովի հանրային մեծ ճնշումով իրականացնենք, ես ձեզ վստահեցնում եմ, բոլոր հարցերի պատասխանները միշտ լինելու է ու միշտ դրական է լինելու։ Հանրային ամեն մի կարևոր պատմական է, թե մեր ազգի հետ, թե մեր ժողովրդի, թե մեր ներկայացուցիչ մարդկանց հետ կապված։ Եթե մենք ազգովի միասնական ճնշում գործադրենք կամ հանրային մեծ ճնշում գործադրենք, ես ձեզ վստահեցնում եմ, միշտ այդ հարցերի պատասխանները լինելու է։ Այդ դրա մեջ եմ ես տեսնում այդ մեր խոսքի բաստողումները կամ ոչ բավարար իրականացվող աշխատանքները։ Ես համոզված եմ, որ այսօր չի, վաղը չի, բայց գերիների ազատ արձակումը լինելու է, որովհետև առանց գերիների ազատ արձակման այս երկու ներքին արտաքին թշնամիների համաձայնությունը իրականություն դարձնելը դա իրանց համար լինելու է շատ մեծ խնդիր։ Սա իրանց համար լինելու է շատ դժվար իրականացման լուծման ձև, եթե գերիները չազատագրվեն կամ եթե գերիներին ազատ չարձակեն։ Տարբեր հարթակներում քննարկելով թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Դուշանբեում, թե այս Շարմ el-Շեյխի հանդիպումներին, ես մի քիչ դեղ տարբեր երկրների ղեկավարների պահվածքներ չեմ հասկանում, որովհետև գերպետություններ են եղել այն ժամանակահատվածում, Արցախը հայկական լինելու ժամանակահատվածում, այդ հարցում ներգրաված իրենց դերակատարությունը։ Այսօր ես գիտեմ, թե այդ գերպետությունների ղեկավարներն էլ ունեն անելիքներ, էլի գերիների ազատելու կամ որ ասма ազատության մեջ գտնվելու հարցի մեջ։ Հարցեր կան, բայց ամենամեծ անելիքները ունենք մենք։ Ամենամեծ անելիքները, ամեն մի հարց, որ կապված է հայ ազգի հետ, դա հայ ժողովուրդը պիտի անի։ Դա հայ ժողովրդի մեջից, մեր հանրության մեջից պիտի այդ ալիքը բարձրանա, որ իմ ասած այդ ղեկավարներն են, թե այդ միջազգային կառույցներն է բանն է, որ արձագանքեն, որովհետև հաշվի առնելով, որ տարբեր ղեկավարներ գալով ստեղ Մայր Հայաստանում ներկայացնելով հարցերը, խնդիրները, միշտ ասում են, դուք մեջից արձագանքեք, դուք մեջից այդ հարցը ամենօրյա ռեժիմով բանարեք, որ մենք ունենանք հնարավորություն դրսում կամ տարբեր հարթակներում այդ հարցը գեներացնելու համար։ Ու նույն հարցին ուզում են վերադառնամ Արցախի հիմնախնդրի, Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված։ Մենք պիտի անենք ժողովուրդ, սիրելի արցախցիներ, մեր իրավունքների հետ կապված, մեր հետ վերադարձի հետ կապված, այդ ալիքը մենք պիտի ստեղ բարձրաձայնենք, այդտեղ պիտի մենք գեներացնենք, որ դրսում միջազգային հարթակներում իրենց համար ավելի բան լինի, ավելի հեշտ լինի կամ ավելի խոսելի առիթ լինի այդ հարցի բարձրաձայնման։ Այս վերջի ժամանակները ակցիան, որ կազմակերպեցի իշխանության կառավարության շենքի դիմաց, հենց բուն իմաստը դա է եղել։ Հենց իմաստը դա է եղել, որ սրանք փորձում են Արցախի հիմնախնդիրը կամ Արցախի հարցը փակեն, միջազգային հարթակներում են արդեն խոսում մեր իրավունքների մասին, բայց ոչ մի տեղից ձենձուն չկա։ Բայց խի ինչի եք լռում, ինչի չեք խոսում։ Հետ վերադարձի մասին եք խոսում, հետ վերադարձի կարևորության մասին եք խոսում, որ
Արցախի հետ վերադարձը, մեր ժողովրդի հետ վերադարձը, մեր իրավունքները, դա մեր առաջնայինն է, դա մենք պիտի մենակ այդ ուղղության վրա աշխատանքներ իրականացնենք։ Ես համաձայն եմ դրա հետ, առավոտի ցիրուկուն իմ կյանքի ամենամեծ ժամանակահատվածը, օրվաս ամենամեծ ժամանակահատվածը տրամադրել մենակ այդ ուղղությամբ։ Բայց որ գալիս է պահը, որ դա խոսքերը փոխարինենք գործով, տեսնում ես, որ ահագին մարդիկ չկան։ Ժողովուրդ չի կարելի այդպես բան արած։ Այս իրավունքները, այդ մեր Արցախի հիմնախնդիրը, դա բոլորին է վերաբերվում։ Բայց ես մենակով որ անում եմ կամ կոչ եմ անում կամ արձագանքում եմ, դա ես ուզում եմ դա իրականություն դառնա։ Դա ես ցավում եմ, որ այդ հարցով չեն խոսում կամ քիչ են խոսում։ Ես իմ պարտքս եմ կատարում առաջերտին իմ առաջ, բայց ամեն մարդ եմ ուզում, որ այդ ձևի մոտեցում տա իր կյանքում իր ճանապարհին։ Ամենքս էլ ունենք ընտանիքներ, ամենքս էլ ունենք երեխեք, ամենքս էլ ունենք դարդուցավ, խնդիրներ։ Բայց ոնց է որ ես ժամանակ եմ ճարում այդ կարևոր հարցը առաջնային դնելով այդ ժամանակահատվածում կամ ես ներկայացնեմ ու իմ շրջապատում են մի քանի տասնյակից նման մարդիկ կարողանում են տարբեր տեղերից գան հասնեն, բայց այն մարդիկ, որ 100 մետրի վրա են լինում, որ ասում եմ, քաղաքի տարածքում են լինում, մի կես ժամ, մի ժամ ժամանակ չեք ճարում, գաք ձեր իրավունքների ձեր համար պայքարելու։ Այս էլ մեր խայտառակությունն է, այս էլ մեր անգործությունն է, ու բոլոր հետևանքներն էլ այս սրանից է գալիս, ու բոլոր առիթներն էլ այս ներկա իշխանությանը, որ խոսում է, ասում է, չեք բարձրաձայնում, չեք արձագանքում, տեսնում եք, չէ, ինչ իրավիճակում ինչ ոնց է, բայց հույս ունեմ, վստահ ունեմ, որ մեր հետագա անելիքների մեջ մենք ամեն ինչ նմանատիպ հարցերի վերաբերյալ լինելու ենք համախմբված, լինելու ենք միասնական։ Ուզում եմ դա տեսնեմ, այդ միասնությունը, այդ համախմբվածությունը ուզում եմ տեսնեմ, ուզում եմ իրական տեսնեմ, բառերով չի, Facebook-ում չի, այդ տարբեր հարթակների գորարով չի, բան, որ ասում եմ, հայրենասիրություն խաղալուց չի, էությունով, կերպարով եկեք ցույց տվեք ձեր ամենտեղ ձեր նվիրվածությունը, ձեր հայրենասիրությունը։ Ժողովուրդն են հոգնել այդ ստից թեզերը Facebook-ի էջերից, այն որ ասում եմ, տարբեր հարթակներից կամ հարցերի բարձրաձայնումը իրականությունը հողի վրա պիտի լինի։ Այսօր տեսքան քաղբանտարկյալներ ունեք ձերբակալված։ Այդ քաղբանտարկյալների ձերբակալումն է, այդ քաղբանտարկյալները ինչի համար ձերբակալվեցին, որ հայրենիքի համար գնացին նվիրաբերելուց իրենց, որ հայրենիքի համար այս իրավիճակում անտարբեր չեղան գնացին իրենց որ ասում է առաջնային առաջնորդ լինելու կերպարը ձևակերպելու համար, այո, բայց մենք ինչ արեցինք։ Գեկանք տարանք բան արեցինք, չէ, տարանք հասցրինք մինչև բանը, դատարանը։ Դատարանի որոշումից հետո էլ բան արեցինք, տարանք որ ասում է բանտում նստեցնել տվեցինք։ Սա բոլորը ժողովրդական ալիք բարձրացնելու գեներացման հարց է։ Հանրային ճնշումով նորից եմ ասում, ոչ մեկին ոչ կձերբակալեին, հանրային ճնշումով ոչ մեկին էլ խնդիր չեր ունենա։ Բարերար մարդը եկել է Մայր Հայաստանում ասում է, ես եկեղեցու կողքին եմ, հայ ազգի կողքին եմ կանգնած, բռնել, ձերբակալել, տարել են ու ինչ որ գործեր են բանանում, շինցու, հա, բայց մենք բոլորը դրան հետևում նայում տեսնում ենք, չէ՞։ Ճիշտ դա է, բայց դա ժողովրդի պահվածք է։ Այդ մի լսեք տարբեր տեղերից, որ մեջբերումներ են բերում, ստեղ ինչ են արել, մեկ ինչ արել, դա պետական ղեկավարության արդարացնելու իրենց այդ որ ասում է այդ շինցու գործի բաներն է, թեզերն է։ Ուրիշ ոչ մի բան ստե չկա։ Այդ ոնց դարավ այդ մարդը եկավ երկու բառ ասեց, դրա համար ձերբակալեցիք ու հիշեցիք դրա այն մնացած էս մի ժամանակ էս ինչ արել, էս ինչ արել, բայց միջև այդ ասելը խիչ է եկետի անում, որովհետև չկա այդ ձևի բան, որովհետև սուտ է սա։ Կամ մեր քաղբանտարկյալ մնացած այդ ներկայացուցիչներին, բերերեք ինչ որ զապիսներ կամ ինչ որ մեջբերումներ եք բերում, որ այս մարդիկ ինչ որ ժամանակ ինչ իրական բանը թողած տարած 5000-ից ավել զոհաբերած այդ երեխոց գործը միջև այսօր դավաճան այդ պատերազմի ժամանակ մի հատ սրիկա չկա ձերբակալված, մի հատ սրիկա չկա դատապարտված։ Դուք եկած այն ձևի մարդկանց կամ այն ձևի
բաներին ներկայացուցիչներին եք նեղում, որ միշտ իրաց կյանքում ժողովրդի հետ են եղել կամ միշտ իրաց կյանքում հենց առաջնագծում են եղել կամ էլ ծանր ժամանակների միշտ հանրության հետ միասին են եղել։ Կորաստների ծնողներիներ են արդեն բանտել։ Այո։ Ղուկասյանի մայրը ըստ էության որդուն կորցրել է, թորանը կորցրել է, էսմին որդուն բանտարկել է եւ դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը ինձ ասաց տղուց վրա գործ։ Այո, հիշում եմ։ Դե հիմի այս մասով ես Բերանս լեզուս ինչ պատկա ասելու, եթե անհետ կորածի ծնող եմ բռնում, բանտարկում, եթե հերոսի հոր են բանտարկում, ձերբակալում, ժողովուրդ դուք պատկերացրեք մենք ինչ իրավիճակում ենք այսօր ապրում։ Ոչ մի երկրում տես բան չկա, ժողովուրդ, օրինակ բերեք մի հատ երկրում զոհված ծնողի ձերբակալումը, անհետ կորած բանի երեխոց ծնողների ձերբակալումը։ Տես բան չկա աշխարհում, թշնամու կողմից է մենակ դա իրականանում։ Այսօրվա իրավիճակում մենք զոհ ենք դարել, մենք ինքներս մեր ձեռին, հոկրակը չընկանք, որ ասում է սենց ղեկավար կամ սենց մարդիկ ունենալով այս ղեկավարության, այս երկրի այս սուրբ հողին ղեկավարներին։ Հաջորդական նորից եմ ասում, բոլոր այս ինչ որ մեզ սպասելիքներ է սպասվում, թե հետագա մեր կյանքի հետ կապված, թե մեր երկրի հետ կապված, թե ընդհանուր ամեն ինչի մեր հայ ազգի հետ կապված, այդ որոշումները մենք գիտակցաբար պիտի կայացնենք, այդ որոշումից ալնելու մեր ճակատագիրը, կործանելու ենք, թե նորից վերածնվելու ենք։ Մի գնացեք այդ սուտ խոստումների, սուտ են ասում, խաբելու են ձեզ, դրանք բոլոր իրենց քարոզարշավների այդ ժամանակահատվածում ոչ մի իրենց խոստված բանին չեն իրականացրել։ Իրականություն չի դարձել, ընդհանրապես հակառակն է եղել, փորձանքի աղետի սրանք աղբյուր են։ Այս աղբյուրը պիտի արմատախիլ անվի։ Այս աղբյուրը արմատախիլ անվելուց նորից եմ ասում, մեղք ենք մենք որպես ազգ հերիք է, այսքան ժամանակներ, այսքան տարիներ մենակ ազգովի եկած պայքարում ենք, որ մի ձևի պրծնենք այս թշնամիներից։ Հերիքա չի կարելի այս բաները թույլ տալու։ Ինչ ասեմ, այսքան ասելիքները ես ոչ թե ժողովրդին ուզում եմ մի բան մեջները արթնացնել կամ հասկացնել տամ, դու ինքներդ էլ եք տեսնում ինչ է կատարվում։ Սա չպիտի սենց ձևաչափ շարունակվի, էսի չպիտի շարունակական լինի, մենք այս աղետները կրկնապատկվելու է։ Պետք է կռվել։ Պետք է կռվել։ Կան ընտանիք ես, պետք է կռվել։ Հայաստանը կռվել է, պետք է կռվել։ Պետք է կռվել։ Հենց չկարի հարական ասել, որից է մեկին ասում, բայց ասում պետք է կռվել, եթե դուք հիմա ինձ մեղադրում եք կամ ինչ-որ հարց եք տալիս, պետք է ընդեղ իշխանություն փոխել, չէ՞։ Պետք է բերել հաջո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանը անել ենք Հայաստանի Հանրապետություն եւ դրանից հետո օրեր անց ստորագրել այդ պետության հռչակված պետության վերացման մասին։ Խնդրեմ, Աննա Սիմոնյանը ձեզ էր ասում, պետք է կռվել, որ 1 տարի գրեթե սովի մատնված եք եղել շրջափակված, քրական այսպես ասենք ադրբեջանական զինվորներ ձեր գլխին կանգնած, ինչ ունեք ասելու։ Աննա Սիմոնյանը միջև այդ պետք է կռվել բառը օգտագործելու համար, պիտի ինքը իր ապտեղը պատասխան տար, որ պետք չէր բերեր հասցնել այդ իրավիճակին, ձեր տված բառերի, խոստումների, պետք չէր հրահանգել այդ կռիվը, դու ես հրահանգել ու մեզ ասում ես կռվեիք։ Դու ես այդ պատերազմը բերել այս ժողովրդի գլխին ու ասում ես կռվեիք։ Ով ասել է, նա պատասխան պիտի տա։ Ով ասել է, ով ժողովրդին բերել հասցրել է այդ իրավիճակին, նա պիտի պատասխան տա։ Այդ պատասխանից հետո մենք կտեսնենք կռվողը ով է, այդ առաջինը։ Երկրորդը, արա դու մի հատ կռվող տղա լինեիր, լա այդ բառերը որ օգտագործում ես, ես կամաչեի։ Դու ինքդ մի հատ կռվող տղա լինեիր, կամ մի հատ կռվի դաշտում, մի հատ պարագայում, մի հատ եղած լինեիր, իմանայիր կռիվը ինչ է, իմանայիր ոնց են կռվում, ես կամաչեի իրոք նորից եմ ասում, ես քո ասած բառերից է, բայց ես քեզ այդ բառերի համար դատապարտում եմ, ես այդ քեզ այդ բառերի համար քննադատում եմ, ես այդ քեզ այդ բառերի համար ժամանակ ա գալու, դու պատասխան ես տալու, որովհետև բայց այն կռվողները, որ զոհաբերել են, դու ինչ ես արել նրանց համար, ոտնահարել ես, չէ,
Այդ զոհաբերող կռվող տղորց մասին դու խոսա, որ արդեն որ կռվել են իրական զոհաբերել են իրանց, բա նրանց մասին ինչ կարաս ասես, բա տղա ես ասա, բա տղա ես դուրս արի գնա այդ մարդկանց առաջ ասա, որ մի բարդ արդարացրո քո կերպարը, մենք գիտենք դու ով ես, Ալեն Սիմոնյան, նորից եմ ասում, այսօր պաշտոն կա, հարց չկա, քո նման կամ նմանատիպ մարդիկ, որ քննադատում են Արցախայությանը, որ պիտի կռվեիք, բա կռվեիք, բան, խնդիր չկա, ասել ես, բայց այսօր քո ժամանակն է, հիմի քո կռվելու ժամանակն է, մի գնա Թուրքի դեմ ծնկի արի, որովհետև դու պիտի կռվես, Թուրքի առաջ արդեն ծնկի ես գալիս, պիտի կռվես, արդեն խաղաղության մասին ես խոսում, լավ ապրելու մասին ես խոսում, Թուրքի հետ առևտրի մասին ես խոսում, բայց որ պարագայում է կռվել պետք, բա ինչ պարագայում Թուրքի հետ խաղաղություն կամ առևտուր անելը, այ քո նման մարդկանց պահվածքն է ցույց տալիս, որ հայ ազգի կա երկու տեսակ, կա այն տեսակը, որ պայքարող է, կա այն տեսակը, որ զոհաբերող է, կա այն տեսակը, որ առևտրական է, ու կա այն տեսակը, որ իր բանով էլ ցույց է տալիս, որ հայի լավ տեսակը ու այդ անպիտանի տեսակը, այ մենք դրանով ենք տարբերում, այ մենք ես ու դու հենց դրանով տարբերվում ենք, դու են հայ անպիտանի տեսակն էին, ես էլ են հայ այն տեսակն է, որ 9 ամսվա բլակադանել եմ սոված, որ ասմա ամեն ձևի մեր հարազատներով, մեր արցախցիներով մնացել ենք հույս ու հավատով, որ հայկական Արցախը թողենք, այդ Թուրքի կողմից այդ հարձակման ընթացքում ահագին երեխեք իրանց զոհաբերել են հայկական Արցախը թողելու համար, բայց դուք այդ ժամանակ, դուք միանգամից հենց դու, քո նմաններն են, կռվի ժամանակ միանգամից հայտարարություն եք տալիս, որ մենք չենք մասնակցելու կամ մենք չենք գրավելու այդ պատերազմի ժամանակահատվածում, բայց որ կռվի մասին եք խոսում, կամ էլ այդ կռիվը ոնց էիք տեսնում, դա ոնց պիտի ավարտել, որ դուք ազգը բաժանել եք երկու մասի, որ հայրենական պատերազմը, որ պիտի ազգովի կռվեինք, ազգովի հողը պահեինք, հայկական Արցախը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոնց պիտի մենք պահեինք այդ մի խմբով, դե այդ նույն բառերն էլ գնալու եք Սյունիքին ասեիք, բայց Ջերմուկի ժողովրդին էլ քննադատեք, քաղաքին, ասեք Ջերմուկը խիչ եք պահել արա, խիչ եք կռվել, այդ էլ նույն բառերը կարակ իրանց էլ ասեք, հա, ամոթ ձեզ, դրա համար եմ ասում, այդ բառերը մանիպուլյացիաներով ձեզ կրկնապատում եք ձեր դավաճան կերպարները կրկնապատեք, ունեք հնարավորություն մեղմացնելու ձեր մեղքերը, հեռացեք, գնացեք, նորից եմ ասում, աշխարհով մեկ արդեն խայտարակ եք դարել, ազգի մեջին արդեն խայտարակ եք դարել, մի արեք այդ բաները, ու այդ բարերի հիման վրա էլ, այդ շարունակական, ես ուզում եմ դիմեմ բոլոր իրավապաշտպան մարմինների ղեկավարներին, բոլոր մնացած ղեկավարներին, տղերք, ես գիտեմ ձեր մեջ ահագին մարդիկ հայրենասեր նորմալ գիտակցող ներկայացուցիչներ կան, մի գնացեք այդ բաներին, մի զոհդարեք այդ դավաճանության, այդ ազգի նկատմամբ այդ ձևի գործողության պրոցեսների մասնակից, մի արեք, ունեք բոլորը ձեր հնարավորությունները, բոլոր ձեր որոշումները նույնպես ճակատագրական են, նույնպես որոշող են ամեն մի մարդու կամ ժողովրդի իրավիճակը, բոլոր որոշումները կայացնելուց անձնական ձեր գիտակցաբար որոշումները կայացրեք, նորից եմ ասում, գիտեմ ձեր մեջ կան, որ համ հզոր տղեք, համ նվիրված, համ էլ հայրենասեր տղերք, այդ բաներին մի գնացեք։ Եվ պարոն Իսրայելյան, անցած հինգշաբթի կառավարության ըստիորը կառավարության դիմաց էիք ակցիայով, որ արցախցիների անունից իրենք իրավունք չունեն խոսելու, թաղելու Արցախի հարցն ու ըստ էության արցախցիների իրավունքը, արդյոք այսպիսի ակցիաները շարունակական է լինելու եւ ինչ կա առաջիկայում ձեր ծրագրերում, խնդրեմ։ Այո, այդ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու, ինչի համար, որովհետև ես միջև այդ ակցիան կազմակերպել ժողովրդին հանրությանը դիմել են, որ մենք պիտի հանրային ձայն լսեցնել տանք, մենք չպիտի նայենք ով է կազմակերպում, մենք չպիտի նայենք, որ ինչ-որ մի կողմից մեզ հրահանգեն կամ այդ ուղղությունը բանեն, դա մեր իրավունքների հետ կապված է, ամեն ինչ մեր ձեռից տարել են, հայրենիքը տարել են, վաճառել են, մեր հարազատներին տարել են, մեր հարազատները մի մասը գտնվում է բանտերում, Թուրքի բանտերում, մեր ամեն ինչ սրբություն ունենք բոլ, մի հատ իրավունք է մնացել,
Այդ իրավունքներն են ուզում մեզանից գողանան։ Այդ իրավունքն էլ եթե մեզանից գողացան, մենք ազգ կոչել իրավունք չունենք։ Անձամբ ես ամեն մի քայլս, ամեն մի ուղղությունը շարունակական պայքարելու եմ հանուն իմ իրավունքի։ Իմ իրավունքս էլ իմ հետ վերադարձ Արցախ։ Իմ իրավունքս էլ հայկական Արցախի վերականգնումն է։ Իմ իրավունքս էլ գնամ հասնեմ Արցախ իմ հոր, իմ մոր գերեզմանի առաջ խոնարհվեմ։ Այդ խոնարհումը արդեն ես այդ խոնարհումով ես կզգամ, որ ես իմ պարտականությունս իրականացրել եմ։ Այդ իրավունքների մասին եմ ասում։ Ամեն մի արցախցի, ամեն մի այն տարածաշրջանում ապրող հայը դեղ ունենք մենք գերեզմաններ, դեղ ունենք պատմական սուրբ հող, դեղ ունենք այն ժառանգությունը, որ մենք հազարամյա տարիներ միշտ մեր նախնիները ապրելով փոխանցել են մեզ։ Այսօր մեր պարտականությունն է դա վերականգնելու, բայց առանց մեր իրավունքները պահպանելու, առանց մեր իրավունքները մենք ինքներս բարձրաձայնելու, ոչ մեկը մեր տեղ չի անելու։ Ով էլ մեր տեղ անի, այն տրանման ղեկավարները գնալու են դրսում, ասեն այդ հարցը փակված է, այդ իրավունքները ժողովուրդը կարան ուրիշ տեղ իրականացնեն, բայց իրենք կարող է իրաց սրբությունները մոռանան ոչ արցախցին։ Իրենք կարող է իրենց հոր-մոր գերեզմանը մոռանան, բայց ոչ արցախցին։ Իրենք կարող է իրենց ինչ որ հարազատները կորցրած, որ ասում մարդկանց մոռանան, բայց ոչ արցախցին։ Բայց մենք այս բառերը ես ասելով, ես ուզում եմ այդ արցախցու տեսակներ, կերպարներ վերածնվի։ Այդ արցախցուն Արցախցին, որ միշտ եղել է թասիբով, ոչ միշտ եղել է այն հայի իսկական ամենաբան պայքարող տեսակը, ես ուզում եմ դա էլ տեսնեմ ու իրականություն դառնա դա։ Ու դա լինելու է, ժողովուրդ, սաղ ձեր ձեռն է։ Վեր կացեք, կաղնեք, ամեն տեղ պայքարեք, այդ դրանով էլ դուք ձեր մեջ ձեր հարցերի պատասխանները բոլորը կստանաք։